0-8 Հանեք հուզվածությունը, մայրերին առողջություն, երկար կյանք, մամ ես քեզ շատ սիրում եմ ու լավը չգիտի ասեմ, որ ես իրան հենց այդ երգն եմ երգում, իմ հիվատ մայրը, ջնուզեց մեկ օր, ջղայնացնելու համար պարզապես այդ երգում կներես, Նատիեզերական անուն ունեցող ավանից է, Գագարինավան, Գեղարքունիքի մարզի Սևանի շրջան, 21 տարեկան է, կոնցերտ մայստեր, դաշնակահար և որ ամենակարևորն է ամուսնացած է, ունի մեկ որդի, նրա անունն է Մերի Վարդանյան, վարդերի մեջ է նա մեզ տեղափոխելու, Աշուխ Հավասի, համեցեք։ Գագարինավան, ողջունում ենք ձեզ, շնորհակալություն Մերիի համար, հանդերի մեջ, դարդերի մեջ, Լևոն, ինչ է, դուք էլ եք գրառումներ կատարում արդեն, դա Արսենի մենաշնորհն էր մեր նախագծում, առավել ևս Լեյլայի, այո, գիտեք ինչ, անընդհատ իմ մոտ սենց տպավորություն է, որ յուրաքանչյուր երգից Մերի կատարումից հետո իմ մոտ նես տպավորությունը արդեն ես վախենում եմ երգից երգ ելես ասելու բան չունենամ։ Ասելիքս է վերջանում։ Գիտես ինչի, ուզում եմ ժամանակս խնայել, որպեսզի կարողանամ քեզ վայելել։ Քո դեպքում երևի ոչ մի բան պետք չի ասել։ Պետք է վայելել։ Եկեք երեխուն ծափահարենք, երեխուն ասենք լավ բաներ։ Անունը ինչ է։ Սպարտակ։ Սպարտակ։ Կարող ես մի երկու տող բան ասել Սպարտակին։ Սպարտակ, քանի տարեկան է։ 1 տարեկան։ 1 Բալես կարող այն ինչ-որ հիմա ես ասում եմ դու այդքան ճիշտ չընդունես,
բայց հաստատ համոզված եմ վաղ թե ուշ այս դիսկը տանը կլինի։ Երբ որ կլինես 10 տարեկան, բալ ես հպարտացի քո մամայը, մաման շատ տաղանդավոր է։ Ահա։ Պարոն Կարապետյան։ Ես էլ Լևոնի նման ասելիք չունեմ, ես հետևել եմ ձեր նախկին ելույթներին, միշտ հիացել եմ ձեր կատարումներով, դուք միշտ լավ եք երգել բոլոր էտապներում։ Ինձ մի բան է հիացնում նաև, որ ասենք ամուսնացած երեխայով, բայց որոշել եք գալ անպայման փորձել ձեզ այս նախագծում։ Բրավո, ապրեք։ Ալլա Սպարտակի մամային ասելիք ունեք։ Ոյոզիչ ջան։ Դե Ազիջանում է, Սպարտակի թե մամայի։ Սպարտակին։ Մաման հայուհի, որը ունի որդի, հայուհի, որը համեստ է, տաղանդավոր եւ ոչ թե երգում է, այլ երգը ասեղնագործում է։ Այդ իրեն շատ է սազում։ Բրավո։ Շնորհակալություն։ Արսեն, բարձրաձայնեք ձեր գրառումները։ Տարօրինակ երևույթ է։ Այս երգը մեր ականջին նստած է տղամարդկանց ձայնով, վարդերի մեջ, բայց մերին յուրաքանչյուր երգ վերցնում եւ սարքում է իրենը։ Այնպես է երգում, ոնց որ ուրիշ մարդ չի երգել կյանքում ու չի էլ երգելու։ Ինչ ուզում անում է։ Շատ հրաշալի կոմպլիմենտ էր սա։ Այնքան համոզիչ էր, որ ինձ համար շատ ընդունելի էր, շատ ընդունելի տարբերակ էր մերի կատարումը։ Մերի հանդը, նորմալ հանդը, որտեղ ինքը կարողանում է։ Ես կուզենայի, որ այս երգը ավելի մի քիչ ավելի կայտար լիներ, ավելի մի քիչ աշխուժ լիներ։ Հա? Այո, Արտեմը ասում է, որ հենց իրենք են այս օրինակը մերին առաջարկել։ Լավ։ Շնորհակալություն 09 համարի ներքո Գագարին Ավանի ներկայացուցչությունը մեր նախագծում կապահովեք, եթե շատ քվեարկեք, շնորհակալություն մերի քեզ։